Մեղքը շատ հստակ երևույթ է։ Հիմա ես եթե ձեռքս դնեմ այս սեղանին ու մուրճով հարված եմ ձեռքիս, դա մեղք է։ Վնասում է քեզ, ինքնավնասում է։ Հիմա վնասում է մարմնին, հոգուն ու մտքին։ Ինչու է շնությունը մեղք։ Ինքը թե ինչքան է մարմնին վնասում, երևի ձեր մասնագիտական զուտ փորձից ամեն օր դրա հետ ենք առնչվում։ Ինձ լավ գիտեք, բայց ինքը նաև շատ հոգևոր վնաս ունի ու մտավոր վնաս ունի։ Ու ոչ միայն դա, օրինակ որգրամոլությունը համարվում է մահացու վերք, վհացու մեղք, որգրամոլությունը բերում է տասնյակ հիվանդությունների, որոնք մարմնին կոնկրետ մեծ վնաս են հասցնում։ Բայց ինչքան հիվանդությունների բերում նախանձը բերում է մարմնական կոնկրետ ցավերի ու խոցերի ու տառապանքի, այսինքն նյարդային, ոչ միայն նյարդային, բայց այդ ընդհանրապես սարսափելի նեգատիվ այդ զգացողությունները իրենք մաշում են մեր իմունիտետը, իրենք ստրես են իմունիտետի համար։ Մենք հիվանդություններ ունենք, հիվանդությունների մեջ շարք ունենք, օրինակ նեյրոգեն միզապարկը, որ մարդը անընդհատ զուգարան գնալու ցանկություն ունի, բայց ոչ մի օրգանական խնդիր չկա, դա հենց կապվում է տագնապայնության, այդ ու իրանք հենց հոգեբուժական բուժումներ են անցնում։ Կա SRK, հիմա այդ մի քիչ փոփոխվել է այդ դիագնոզը, թողներ են գաստրոենտերոլոգները, սինդրոմ раздражённого кишечника, երբ որ մարդը անընդհատ ուզում է գնա պետքարան, ու դա գալիս է իր նյարդահուզական ֆոնից, այսինքն նույն մաշելուց, նույն հուզական տարբեր խանգարումներից, ու երբ որ դու ավելի լավ ես ուսումնասիրել թե Աստվածաշունչը, թե հոգևոր խոսքը, բայց երբ որ դու նայում ես, դու հասկանում ես, որ երբ որ դու ապրում ես այդ կանոնների մեջ, դու լիքը քո մարմինը ազատում ես բազմաթիվ խնդիրներից։ Իհարկե, այսինքն նախ Աստվածաշունչը տալիս է հսկայական կամքի ուր, այսինքն լինել քրիստոնյա նշանակում է ամեն օր մարզել կամքի ուժը, կամ չլինել քրիստոնյա։